Պապիկ տատիկը Ռուսաստանում, Արցախահայ մի խումբ գործիչներ մայրաթոռում, Արթուր Օսիպյանն էլ անազատության մեջ ու արդեն մոտ 20 օր հացադուլի մեջ։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, սրանք հիմնական թեմաներն են, որոնց մասին խոսելու ենք առաջիկա րոպեների ընթացքում։ Բայց մինչ օրվա թեմաներին անցնելը, շնորհակալություն եմ հայտնում YouTube-յան իմ ալիքի հին ու նոր բոլոր բաժանորդներին, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ։ Իսկ այս նախաձեռնությանը հավատալու եւ աջակցելու համար շնորհակալ եմ Իվան Ավանեսյանին։ Հակասական տրամադրություններ առաջացնող մի տեղեկությունից սկսեմ։ Ռուսաստանի Դաշնությունում Ստավրապոլի երկրամասի Եսենտուկի քաղաքում բացվել է «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի կրկնօրինակը։ Այն Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցու տարածքում է։ Նախ կադրերը, ինչպես կասեն, դեպքի վայրից։ Այս թեմայի մասին կարելի է շատ խոսել, կարելի է եւ ամենալավ գնահատականները տալ եւ ամենավատ, իդեպ խնդրում եմ մեկնաբանություններում անպայման թողեք ձեր կարծիքը, հատկապես եթե արցախցի եք, բայց հետաքրքիր է նաեւ ոչ արցախցի մեր հայրենակիցների կարծիքը։ Եվ վերջո ճակատագրի բերումով մեր կորուստը միայն Արցախը չի, ավելի ճիշտ կլինի ասել, որ Արցախը գլոբալ առումով հայության ամենաթարմ կորուստն է, այնպես որ արդեն իսկ պետք է մի ինչ-որ մեխանիզմ ունենայինք ազգովի, թե ինչպես ենք պահպանում մեր հիշողությունները, այս դեպքում մեր վերահսկողությունից կամ որ նույնն է Հայաստանի Հանրապետության այսօրվա սահմաններից դուրս մնացած հայկական պատմաճարտարապետական հուշարձանները։ Իդեպ համաշխարհային փորձը ամենատարբեր օրինակներն ունի, օրինակներ կան, որ պարզապես լռության են մատնում թեման ու այն տարիների, տասնամյակների հետ ավերվում վերանում է, ասենք, կարող եք շատ հակամարտությունների օրինակներ վերցնել, պատերազմները ավարտել են, տարածքները բաժանվել են, ոչ ոք հուշարձանների մասին չի խոսում, տարիներ հետո բնական ճանապարհով մի մասը ավերվում է, մի մասը, այսպես ասենք, օգնում են նաև, որ շուտ ավերվի, եւ այսպես էլ թեման անցնում գնում է, կարծես բոլորին ձեռք է տալիս, որ դրա մասին ոչ ոք չխոսի, ամեն ինչ անցնի եւ կյանքը, ինչպես ասում են, շարունակվի։ Կան նաև հակառակ օրինակները, երբ տվյալ տարածքը փաստացի տիրապետող պետությունը ինքն է հոգ տանում այդ կառույցների մասին։ Օրինակներ կան անգամ, որ նման ծրագրեր իրականացնում են նախկին հակամարտող պետությունները կամ դրան միջամտում են միջազգային կազմակերպությունները։ Իդեպ այդ դրական օրինակը ունենք նաև մենք, այո, չզարմանաք, հայերս էլ ունենք այդ դրական օրինակը։ Իրանը պետական մակարդակով հոգ է տանում իր տարածքում գտնվող հայկական եկեղեցիների մասին, անգամ բավական մեծ միջոցներ է հատկացնում, այսպես ասենք, պետական գանձարանից այդ հուշարձանները պահպանելու, վերանորոգելու, բարեկարգելու համար։ Եթե մոռացել եք, այդ պետության հետ մենք հենց կրոնական հողի վրա բավական լուրջ բախումներ ենք ունեցել, ոչ թե մեկ անգամ, այլ տասնամյակներ, ես կասեի հարյուրամյակներ շարունակ։ Ավարայրը դրա ամենահայտնի օրինակն է, բայց արի ու տես, որ այսօր հենց Իրանն է իր տարածքում պահում ու խնամում հայկական հուշարձանները, չնայած դրանց մեծ մասը երբեք էլ հայկական տիրապետության տակ չեն եղել։ Ուզում եմ ասել, եթե ձեր կարծիքները գրելու լինեք, ձեր երևակայությունը մի զսպեք, կարող եք անգամ ամենաանհավանական տարբերակներն առաջարկել, թե մենք հայերս ինչ մեխանիզմ պետք է ունենանք ազգովի Հայաստանից դուրս մեր պատմական հիշողությունները, մեր պատմաճարտարապետական հուշարձանները պահպանելու, փրկելու հարցում։ Ցավոք մեր հարևաններից միայն Իրանն է, որ այդ հոգատար վերաբերմունքն ունի իր տարածքում հայկական ժառանգության նկատմամբ։ Թուրքիայի, Ադրբեջանի, անգամ, այո, չզարմանաք, անգամ Վրաստանի տարածքում գտնվող հայկական կոթողների ճակատագիրը խիստ աղոտ է, չնայած առաջին երկուսի դեպքում աղոտ ոչինչ էլ չկա, հստակ դրված է դրանք ոչնչացնելու քաղաքականությունը եւ այն տասնամյակներ շարունակ մեր աչքի առաջ տեսնում ենք, որ շարունակվում է։ Մի մասը արդեն ոչնչացված է, մնացած մասն էլ վաղ թե ուշ կավերվի։ Հուշարձանների հետագա ճակատագրի մասով կա նաև
Վատագույն օրինակը վստահ լինելով, որ տարածքը գրավող այդ հուշարձանը պղծելու է, հեռացողները նախապես հենց իրենք են պայթեցնում, ոչնչացնում այն ամենը, ինչ հնարավոր չի տեղափոխել։ Հիմա ինչ ենք ընտրել մենք։ Դե պայթեցնելու, վերացնելու տարբերակը մոռանանք։ Փաստացի բարեկարգ վիճակում թողել ենք Արցախում մեր հուշարձանները։ Այդ հուշարձանները այսօր ավերվում են և այդ հուշարձանների կորուստը մեր հոգում ինչ-որ կերպ մեղմելու համար կարծես տարբեր տեղերում դրանց մեծ կամ փոքր կրկնօրինակներն ենք սարքելու։ Հարցնում եմ ամենայն լրջությամբ ու առանց հումորի, առանց սարկազմի։ Սա խորը հոգեբանական թեմա է, որի մեջ մենք կարծես շատ վաղուց ենք ու այնքան վաղուց ենք, որ նույնիսկ չենք էլ նկատում։ Այս փուլում կարելի է նաև պարզապես լռել։ Այս դեպքում կունենանք այն, ինչ նկարագրեցի ամենասկզբում։ Կլռենք, կմոռանանք, հակառակ կողմը ևս կլռի կամ երբեմն մեզ ցավ պատճառելու համար ցույց կտա ինչ-որ ավերման կադրեր, բայց դեպքերի մեծ մասում իրեն էլ ձեռնտու կլինի պարզապես լռելը և այսպես մի քանի տասնամյակ հետո կարող ենք մոռանալ Արցախում հայկական հուշարձանների գոյության մասին։ Իսկ երբ որ 1-2 սերունդ էլ անցնի, արդեն այդ թեման, հավատացեք, շատ քիչ մարդկանց կհետաքրքրի, որովհետև այն, ինչ մենք տեսնում ենք և մեր տարածաշրջանում, և մեր տարածաշրջանից դուրս, թույլ է տալիս վստահ լինել, որ այսօր շատ քչերը կկանգնեն և կոնկրետ կխոսեն, ասենք, պատմական ժառանգության պահպանման մասին։ Գուցե կգա ինչ-որ մի ժամանակ, որ այդ հարցը կլինի հրատապ, կարևոր, պահանջված, բայց հավատացեք, առայժմ այդ ժամանակները չեն երևում, ես կասեի նույնիսկ հակառակը։ Բայց որոշ հարցեր ամեն դեպքում կան, որ այսօր էլ կարող ենք տալ։ Արդյոք պատրաստվում ենք ունենալ նաև Արցախում ոչնչացվող մեր մյուս հուշարձանների մանրակերտերը աշխարհի տարբեր անկյուններում, ասենք Շուշիի, Կանաչ ժամի, Բերձորի եկեղեցու, Ստեփանակերտի ցեղասպանության հուշարձանի ու էլի մի շարք կառույցների, որոնք այսօր ցավոք արդեն գոյություն չունեն, ավերվել են։ Չեմ ուզում մեկնաբանել, քանի որ այս թեման շատ զգայուն է, բայց հավատացեք, սա բոլորովին էլ հուսադրող բան չէ։ Այս տեղեկության ֆոնին առավել սուր է հնչում Հովիկ Ավանեսովի ահազանգը։ Արցախի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին լուրջ վտանգի և ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո է, գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ Օգտագործելով արբանյակային պատկերները նա արձանագրել է, որ եկեղեցու անմիջական հարևանությամբ արևելյան և հյուսիսային հատվածներում իրականացվել են լայնածավալ հողային և շինարարական աշխատանքներ 2025 թվականի հոկտեմբերի վերջերից մինչև 2026 թվականի մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում։ Սա մասամբ ավերել է եկեղեցու կառույցը և նրա հետագա գոյությունը արդեն իսկ վտանգի տակ է։ Հիմա ինչ ենք անելու մենք։ Գուցե այդ եկեղեցու մանրակերտը ինչ-որ միտեղ կկանգնեցնենք և դա մեզ կսփոփի, եթե վաղը իմանանք, որ եկեղեցին արդեն իսպառ վերածվել է։ Բաքվի Վերաքննիչ դատարանում կայացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս հայ գերիների գործերով, այսպես ասած, վերաքննիչ լսումը։ Կներեք, որ միշտ ասում եմ այսպես ասած, ասում եմ, քանի որ շատերիդ պես ես էլ չեմ հավատում, թե դա դատ է, ավելի ճիշտ ոչ թե չեմ հավատում, այլ վստահ եմ, որ դա դատ չէ։ Ինձ զարմացնում է, որ շատերը, այդ թվում ամբողջ քաղաքական ուժեր մեր հայրենական դաշտում նստում ու լուրջ խոսում, քննարկում են այն մասին, թե Բաքվում ինչպես են հայ գերիներին դատում, վկաներ կանչում, առարկում, բողոքարկում և այդպես շարունակ։ Առավել զգուշավորները ավելի զուսպ են անդրադառնում այս թեմային, այն բնութագրում որպես թատրոն միջազգային հանրության համար, որի ընթացքում Ադրբեջանը փորձում է ձեռքի հետ էլ թղթապանակներ պատրաստել Հայաստանի ու հայության դեմ վաղը մյուս օրը ներկայացվելիք դատական գործերի համար։ Այս ամենը հաշվի առնելով էլ Բաքվից հայ գերիների ուղերձները գրավոր կամ աուդիո տարբերակով չենք կարող միանշանակ ընդունել որպես հենց
իրենց գերիների կարծիք, հաշվի առնելով, որ Բաքվից հայ գերիները չեն կարող մեկ բառ անգամ ուղարկել Հայաստան առանց 100 անգամ Ադրբեջանի համապատասխան մարմինների կողմից ստուգվելու, վերաստուգվելու, ոմանք համոզմունք են հայտնում, որ այդ ուղերձներում ավելի շատ հենց Բաքվի մեսիջներն են ներառված, այլ կերպ ասած 100%-ով անպաշտպան մնացած ու իր տրամադրության տակ հայտնված հայ գերիների ուղերձների միջոցով պաշտոնական Բաքուն է իր մեծ ու փոքր մեսիջները ուղարկում Հայաստանին և հայ հանրությանը փորձելով այս կերպ իր ազդեցությունն ունենալ ներհայաստանյան տրամադրությունների վրա։ Վերջին օրինակը Դավիթ Իշխանյանի ուղերձն էր Բաքվից։ Նախ լսենք այդ ուղերձից մի հատված։ Մայիսի 6-ին ես բանավոր կերպով դիմել եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանին, որպեսզի նա որևէ ձևով ստանա եւ իմ ընտանիքին փոխանցի մեր դատավճռի ամբողջական հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակը։ Նույն խնդրանքը ես փոխանցել եմ նաեւ Ադրբեջանի օմբուդսմենին, ով ամսի 5-ին մեր հետ հանդիպման էր եւ ում ես նամակ էի պատրաստել դեռևս մարտի 12-ին, 2 ամիս չէի կարողանում փոխանցել։ Փոխանցեցի այդ նամակը, նաեւ խոստացա, որ մի բան կանի, որպեսզի ադրբեջաներեն տարբերակը իմ ընտանիքին, իմ հարազատներին հասնի, բայց ոչ Հայաստանի պաշտպանից մարդու իրավունքների, ոչ Ադրբեջանի որևէ նորություն, որևէ տեղեկատվություն չկա։ Ես սպասում եմ, ամենայն դեպս եւ իմ ընտանիքը սպասում է։ Իսկ դատավարության հետ կապված պիտի ասեմ, դա ձգձգող եւ քաղաքական գործընթացներին համապատասխանեցնող դատավարություն է եւ զարմանալի չէ, որ ես հիմա մինուտի մասին պիտի խոսեմ, որ կարծում եմ հանրության համար էլ դա հասկանալի կլինի։ 2-3 ամիս երբ որ մենք այստեղ էինք դեռևս 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին, այն անդհատները պաշտոնական անձիկ, որ մեր հետ շփվում էին, հարաբերում էին մեզ, հուշում էին, անուղղակիորեն հասկացում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանան Հայաստանի իշխանությունները։ Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք, ինչպես կարող այդպես լինել, ինչպես մեր հայրենի իշխանությունները չէին ուզենա, որ մենք վերադառնանք անմիջականորեն, բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է եւ հասկանալի, որ ցավոք այդպես է, ցավոք զարգացումները եւ այս դատավարության գործընթացը քաղաքական զարգացումներին, այդ թվում Հայաստանում տեղ ունեցող քաղաքական զարգացումներին համապատասխանեցնելու առումով մեզ ուրիշ կարծիք չի թողնում, որպեսզի ուրիշ կարծիք ունենանք, այլ այդ կարծիքը դառնում է համոզմունք։ Հատկապես վերջին զարգացումների վրա, երբ որ ղարաբաղցիների հասցեին ինչ-որ, այսպես ասած, իրականությանը չհամապատասխանող բաներ է փոխանցում, ես չեմ ուզում իջնել այդ մակարդակի, բայց երբևէ առիթ կլինի, պարզապես պիտի ասեմ բոլորի համար էլ պարզ է, թե ով է մեղավորը, ով եւ ում, այսպես ասած, գործունեության արդյունքում այս ամենը տեղի ունեցավ։ Հիմա հարց քարոզարշավի թեժ պահին Բաքվից թույլատրված այս ուղերձը ում էր օգուտ եւ ում էր վնաս։ Ես անուն կամ անուններ չեմ տա, պատասխանն ակնհայտ է, հետևությունները եւս։ Գիտեմ, որ շատերի ականջին խորտ բան եմ ասում, ի վերջո մենք լսում ենք մեզ ծանոթ գործիչների ձայնը, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի, միայն դա բավական է, որ արդեն իսկ վստահության որոշակի պաշար ունենանք, որ սա հենց այդ գործիչների խոսքն ու ասելիքն է, բայց մի պահ կանգ առնենք ու սառըդատենք, արդյոք հնարավոր է, որ Բաքվում գտնվող հայ գերին, որին աշխարհի հետ կապող միակ օղակը մնացել է Ալիևի բանտապահը, կարողանա իր ազատ խոսքը ուղարկել հայրենիք։ Արցախյան թեմատիկայով լրահոսի կարևոր մասը շարունակում է ապահովել Արթուր Օսիպյանը, նա դեռ անազատության մեջ է ու դեռ շարունակում է հացադուլը, արդեն ավելի քան 15 օր։ Սա արդեն լուրջ վտանգներ է պարունակում Օսիպյանի առողջության համար, մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ արդեն հանդես են եկել աջակցությունները, սակայն ոչ Օսիպյանի դիրքորոշումն է փոխվել, ոչ էլ նրան անազատության մեջ պահողների։ Թեմային շատերն են անդրադարձել, իշխող ուժի մոտեցումը հայտնի է ու անփոփոխ, ներկայացվել է ամենաբարձր վարչապետի մակարդակով։ Դեռ չեն խոսել, սակայն առաջատար համարվող ընդդիմադիր քաղաքական ուժերից շատերը, նրանց եւ ոչ միայն նրանց հիշել է հասարակական քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանը։ Կարծում եմ արժե լսել նրա խոսքից մեկ հատված։ Արթուր Օսիպյանի կալանավորումը շատերի դիմակները պատռեց, նույն ընդդիմության դիմակներ պատռեց, իրականում Նիկոլ
Փաշինյանի պատζելնիկների։ Ինչա, սպասում եք Արտուր Օսիպյանը մեռնի, որ ասեք 5000 + 1, հա, այդ մահացու մեղքը դնեք Նիկոլի վրա, թքած ունեք, հա, մարդու կյանքի վրա, ինչպես է Նիկոլը։ Կամ են Գարեգին Բ-ն։ Ինչ ա եղել, մարդը որ փող չունի, չպետք է, հա, բան ասեք։ Հարուստներին եք մենակ պաշտպանում։ Դուք բոլորովդ այտենց պատզելնիկներով բուջիցի գարեց վադու։ Հունիսի 3-ին կաթողիկոսը հյուրընկալել է մի շարք արցախցի գործիչների, ըստ Մայրաթորից տարածված տեղեկատվության, հանդիպման հիմնական թեման եղել է բռնի տեղահանված արցախցիների հիմնախնդիրների, սոցիալական կարիքների և Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը։ Քննարկվել են նաև արցախահայերի իրավունքների պաշտպանությանը և Արցախի մշակութային ու հոգևոր կոթողների անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։ Արդյոք խոսել են նաև Արթուր Օսիպյանի մասին, դժվար է ասել, համենայն դեպս պաշտոնական աղբյուրում կարծես այդ մասին որևէ հիշատակում չկա։ Այս թեմաները նաև առաջիկա օրերին կմնան մեր ուշադրության կենտրոնում, դրանց կանդրադառնանք ըստ անհրաժեշտության։ Մինչ այդ, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։